Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ։ Ես իրականում չի պլանավորել անել այս հոլովակը եւ այս unboxing-ը, բայց քանի որ Տեմոյից պատվերներն եկել են ու այստեղ կա գրեթե 20,000 դրամի պատվեր, ես ուզում եմ ձեզ հետ միասին այն բացենք։ Համել գիտեմ, որ դուք այս ֆորմատը սիրում եք։ Համել գիտեմ, որ դուք եք Տեմոյից գնումներ կատարում, դրա համար որոշեցի, որ միասին բացենք։ Ուй, շատ են։ Լավ, եկեք հերթով բացենք, որպեսզի չթափվեն։ Նարեի համար այսպիսի օգեցի։ Նարեի համար այսպիսի սանդալիկներ եմ գնել, որոնք շատ մեծ չափ են եկել, իմ կարծիքով մեծ կլինի, բայց սրանք մի քանի անգամ տեսել էի, որովհետև բավականին փափուկ են, ու այդ մի քանի անգամ տեսնելուց ուզում էի գնել, անընդհատ չէր ստացվում։ Հետո ձեզ մի գաղտնիք բացեմ, երբ որ ինչ-որ մի բան եք տեսնում ու ավելացնում եք զամբյուղի մեջ, բայց այդ պահին չեք գնում, մտածում եք, որ ավելացնեմ զամբյուղի մեջ, հետո կգնեմ, դա հետո անպայման մի քանի անգամ բարձրացնում է իր արժեքը, այնպես որ եթե ինչ-որ մի բան էլ հավանում եք, մի ավելացրեք զամբյուղում, որ արժեքը չբարձրանա։ Բայց կարծում եմ շատ սիրունիկ են, ամառային են ու շատ փափուկ են, դա ինձ շատ գրավեց, ճկվող են։ Որպես տապուչկա էլ կարելի է օգտագործել պարտեզում, որովհետև իրականում չգիտեմ Նարեի համար պարտեզ ինչ տապուչկա տանեմ, կրոքսերն եմ տանում ու դրանցով արդեն շոկ է լինում, հիմա չգիտեմ ինչ տանել։ Այստեղ ունեմ ակնոցներ, երկուսն են դրանք։ Ուй, ոնցից մեկն արդեն ընկավ։ Ճիշտն ասած, ակնոցս կորցրել էի Իտալիայում, կամ գուցե նավի վրա, չգիտեմ որտեղ։ Դրա համար ես էլ թանկարժեք ակնոց չեմ գնում, որովհետև միշտ կորցնում եմ։ Դրա համար 700 դրամով երկու հատ ակնոց եմ ձեռք բերել հիմա։ Այդ 700 դրամը X թիվ եմ ասում, որովհետև հստակ չեմ հիշում ինչքանով, բայց ամեն դեպքում երկու ակնոց շատ մատչելի գնով։ Այս մեկը ավելի ձիգ է, քան մյուսը, ու այն մյուսը ինձ թվում է ավելի շուտ կկոտրվի, քան սա։ Ինձ թվում է այս մեկը ավելի է սազում ինձ, ինչ կասեք։ Լավ, դուրս եկավ սևը հատկապես։ Հաջորդը case հեռախոսի, որից ես ունեցել եմ, երկրորդն եմ պատվիրել, որովհետև ես կորցնում եմ նաև իմ հեռախոսի case-երը, որովհետև ես այս հեռախոսի վրա հիմնականում case չեմ էլ դնում, այս են սրտիկով case-ա, շատ լավիկն է, այս կողքերը կարևորը ձիգ է, այս հատվածները թուլոտ է, այս մասերը, բայց անկյունները լավ ձիգ է, ու դա լավ է։ Համել սիրունի կա, նայեք, այս մասերն էլ արծաթագույն է, սովորական թափանցիկ չի։ Սա այսպես, հաջորդը, ինչ ունենք այստեղ։ Մի հատ ուզում եմ այնպես անել, որ ես աղբը լցնեմ մի տոպրակի մեջ, որովհետև ամեն unboxing-ից հետո ու բորկա է պետք տնով մեկ։ Այնպես է կեղտոտվում ամբողջ տունը, որ չեք պատկերացնի։ Այստեղ ունենք վերնաշապիկ, ինձ համար, կարճաթև, կապույտ գույնի և այսպես կոճակներով, արծաթագույն, կարող եմ ինչ-որ մի սիրունիկ շարֆիկով համադրել և սպիտակ կամ կաթնագույն տաբատով կամ շագանակագույն տաբատով այս կապույտը շատ սիրուն կնայվի և հագնել նկարահանումների ժամանակ կամ էլ առավոտյան եթերում։ Սա այսպես, սա դնեմ իմ տոպրակի մեջ։ Այստեղ ունեմ մի քանի զարդեր, հատուկ նկարահանումների համար նախատեսված, տեսնում, որոնք են հասել, որովհետև ևս երկու փաթեթ ու ավելի մեծ փաթեթներ ճանապարհին ունեմ, այսպիսի ականջողեր են հասել, լավն են, հավանեցի, շատ հավանեցի, մյուսը, սա կարծես թե վզնոց է, որովհետև եթե չեմ սխալվում, թևնոց չեմ պատվիրել։ Այո, սա շատ նուրբ վզնոց է, այսպես երկու տականի, այսպես մի հատի վրա սրտի կա, իսկ մյուսը սենց գնդիկներով է մարգարտյա, բայց շատ սիրուն է։ Սա այսպես, դնեմ տոպրակի մեջ, որ չկորի, չխճճվի։ Վայ, ես նույն վզնոցից երկու հատ եմ պատվիրել։ Հեսա սա էլ երկրորդն է, ու նույնից է։ Մեկ երկու հատ ունեմ։ Դա լավ։ Ոչինչ, տեսնեմ ընկերներից սում պետք կլինի, կնվիրեմ իրեն։
Ունեմ ականջողեր, սրանք էլ են սիրուննեք, այ այսպես ծաղիկներ են, ինձ թվում է կսազի, վերջերս իմ ոսկե ականջողերից մեկը են կլոր, սենց մեծ ականջողեր ունեի ոսկուց, մի հատը կորցրել եմ և շատ տխրել եմ, շատ էր սազում ինձ այդ օղերը, բայց դե ինչ արած, պատվիրել եմ սրանցից, սրանք նոր տան համար եմ պատվիրել, որ տանեմ իմ հանդերձասենյակում դնեմ, նայեք երկու հատ նույնից է, այսինքն 9 կտոր է, այս մեկը բացեմ նայենք, այն մեկը էլ չեմ բացում, այ այսպես, որ կարողանամ կոսմետիկ միջոցները տեղավորել մեջը և դնեմ դարակում, սենց սիրուն նեղ դարակ եմ ուզում ունենալ հանդերձասենյակում, դիմահարդարման սեղանիս մոտ, որ կոսմետիկ միջոցներս դնեմ այդ դարակի մեջ ու կդնեմ սրանց մեջ, որ ավելի ակուրատնի լինի և չթափրտվի։ Անցանք առաջ, ինձ թվում է, բայց էլի է պետք պատվիրել, որովհետև սենց ընդամենը այսքանը բավարար չի լինի։ Այստեղ կա աերոգրիլի համար նախատեսված այս կալկաներից, մոռացա հայերեն անվանումը չնայած ես միշտ սա հայերենով եմ ասում, բայց այս բան մոռացա։ Ոնց որ հեռախոս եկած լինի, չեմ հիշում, սրա մեջ ինչ կարող է լինել, հələ եկեք բացենք, ես ինչ երեխեք։ Ող սիրում եմ, որ սենց է գալիս, չես հասկանում ինչա, անհամբեր բացում ես, հույս ունեմ բացեմ չեմ հիասթափվի, իմ սեփական պատվերից, մնաց այսքանը, չունեմ ոչ դանակ, ոչ մկրատ այստեղ, բայց ես գլուխ հանեցի ինչ-որ մի կերպ, ինչ-որ թուղթ է, և, գիտեք ինչ եմ պատվիրել, սրանք ապակիներ են հեռախոսի էկրանին կպցնելու համար, և երբ որ կպցնում ես կողքից, չի երևում ինչ են գրել քեզ, նայեք կողքից ինքը մքանում է, բայց դիմացից թափանցիկ է, տեսակ, սա շատ լավ բան է, ես հենց այսօր կփակցնեմ ու հենց արել եմ նրա համար, որ նամակ գրեմ կամ չգիտեմ զանգ կա, կողքից չերևա ով է զանգում, ով է գրում, սա հենց այսօր կփակցնեմ հեռախոսից, այստեղ ունեմ տաբատ, էլի երկնագույն, վերջերս երկնագույնի վրա սիրահարվել եմ, չնայած վրա չեն սիրահարվում, ոչ էլ տակ, այս տաբատը ինձ բավականին մեծ է, չգիտեմ ինչու եմ այս չափը պատվիրել և բավականին բարակ է ու մի քիչ էլ թափանցիկ, ոնց որ թե չէ, թափանցիկ չէ, բայց բարակոտ է, դիմացից սիրուն է, գրպաններով, իրականում այս տեմից երբ որ հագուստ ես պատվիրում, մինչև չարդուկես չես հասկանա տեսքը, որ արդուկում ես սիրուն համադրում ես, սիրուն է ստացվում, հենց չէ, կարող ես չնայել վրան նույնիսկ, այստեղ էլի եմ, ինչի է նույն բարից երկու հատ եկել, նույն օղերից է եկել, չեմ հասկանում, այ քեզ բան, ողո սխալ ինչ-որ բան եմ սեղմում, ունեմ վերնաշապիկ, սենց ատլասից, ծաղիկներով, վաու, ես ինչ սիրուն է, սա գիտեք կադրով ինչ սիրուն կլինի, սերիալում կհակնեմ, հաջորդ նոր լուքս պատրաստ է մի խոսքով, չափը լավ է, եմ եմ պատվիրում ինձ համարի դեպ, չէ, ես մեկը էլ է, բայց սովորաբար սառոճկաները եմ պատվիրում, եթե չեմ ուզում մի քիչ թույլիկ նստան, ես մեկը չէի պատկերացրել, որ ատլասից կլինի կտորը ճիշտն ասած, ինչև եմ, նարեի համար, տաբատ, ուրեմն նարեն տաբատներ հագնելու խնդիր ունի, որովհետև իր համար այս գոտկատեղի հատվածը միշտ մեծ է լինում, իսկ բոյը լինում է կարճ, ու ես չգիտեմ ինչ չափ ընտրել, որ ճիշտ լինի, սենց մի քիչ ջինսատիպ կտոր է ու հետևի գրպանի վրա ծաղիկ է նկարած, շատ սիրունիկ ինձ թվում է, լավ կլինի, կարևորը այս մասը ռեզինով է, այսինքն ինձ թվում է լայն չի լինի արդեն, որ ռեզինով է և բոյը օքեյ կլինի, ես ռեզինի խաթր եմ պատվիրել, որ բոյը համապատասխանի, նարեի համար 100 կամ 110 չափն եմ պատվիրում, եթե շորտիկ մայկա է և այլն 100 չափն է, եթե տաբատ է, որպեսզի բոյը կարճ չլինի 110 եմ պատվիրում, սա 110 էր, ահա,
Այստեղ էլի Նարեի համար ունենք շորտիկ մայկա պարտեզում հագնելու համար, ինքը հիմա բալետի մեծ սիրահար է եւ սենց բալերինաներ, բալետի հետ կապված ամեն ինչ, երաժշտություն, նույնիսկ չգիտեմ, տենց պաչկաներ շորիկով շատ է սիրում ու դրա համար վստահ եմ կհավանի ու կուզի հենց սա հագնել վաղը։ Այդպես ու պարտեզում նմանատիպ հագուստները բավականին հարմար են եւ Նարեի համար մազերի սենց ծաղիկներ եմ պատվիրել ռեզիններ են, մազի ռեզիններ են, սենց ծաղիկների տեսքով, տարբեր պրինտերով։ 5 հատը։ Ու ոնց որ թե վերջ, չէ, մի հատ էլ լայներ եմ պատվիրել, այսպես։ Մի խոսքով այսքանն էր այսօրվա գնումները, բայց արդեն ասել եմ եւս 2 մեծ փաթեթ ունեմ ճանապարհին, որոնց ծախսել եմ մոտավորապես երկուսը իրար 50-60 հազար դրամ, այնպես որ կարող եք սպասել դրանց unboxing-ը եւս կնկարենք, եթե այդ պահին հարմար լինի։ Կարծում եմ հարմար կլինի։ Եկեք դուք կոմենտներում գրեք, եթե ուզում եք unboxing-ը, ուրեմն կնկարեմ դրանց unboxing-ը եւս։ Պաչիկներ։